Բարոյցես, նախ շնորհակալություն եմ հայտնում հրավերի համար։ Ես սովորում եմ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ու ինձ որպես ուսանող հետաքրքիր մի հարց։ Ներկայումս ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համատեքստում շատ կարևոր է եւ առանցքային փաստը, որ ներկայումս ու շատ տարիներ Հայաստանի հարաբերությունները ներգործում բազմահազար թվականով ապրանքներ Վրաստանի սահմանում։ Դա գաղտնի չի բոլորիս համար։ Այս համատեքստում ուժեղ Հայաստանի կուսակցությունը ինչ մոտեցում ունի Հայաստանի հարաբերություն Թուրքիա սահմանների բացման, ապաշրջափակման հարցում։ Ու հարկ եմ համարնշել, որ այս դեպքում նույն ապրանքները իսկապես կեժանանա ու կդառնան ավելի մատչելի Հայաստանի հանրապետության քաղաքացիների համար։ Շնորհակալ եմ։ Առաջին հարցը հարևան երկրները, օրինակ Թուրքիայի հանրապետությունը գազի գինը 50% սուբսիդավորում է։ Թուրքիայի հանրապետությունը էլեկտրականության գինը, Թուրքիայի հանրապետությունը էլեկտրականության գինը իր քաղաքացիների համար 50% սուբսիդավորում է։ Թուրքիայում էլեկտրականության գինը ավելի թանկ է, բայց պետական բյուջեով 50% փող է տալու։ Նաև գազը, այդ պատճառով գյուղմթերքը էժան է Թուրքիայում։ Բայց Պամիդորը թուրքական բողոք Երևանում ուտում եք երկու անգամ էժան է, քան Ստամբուլում բացառող պամիդորը։ Առնվազն սուբսիդիայի շնորհիվ։ Ինչ առաջարկ կա, անկախությունը մեզ տալիս է գործիքակաց, կառավարել սեփական շուկա։ Դու կարող ես կառավարել սեփական շուկան դրսի էժան սուբսիդավորող ապրանքներից հակադեմպինգային քաղաքականության արդյունքում։ Մյուսը, արդյոք դրական է Թուրքիայի սահմանը բացվելը թե չէ։ Կարող եմ ասել, որ հա, դրական է։ Մեր տնտեսության համար դրական է, որտեղ մեքենայով դու կարող ես բեռնատարը այստեղից կարող հասնել Հունաստան շատ արագ, Եվրոպա շատ արագ, մեր մշակութային զոնա շատ արագ։ Մենք ամեն դեպքում քրիստոնեական եվրոպական մշակույթի զոնայի մի մշակութային ինչ-որ տարբերություններով։ Թուրքիայի սահմանի բացումը լավ է Հայաստանի համար, բայց ինքնիշխան քաղաքականությունը ոչ թե մարքեթինգային տերմին ինքնիշխանություն, այլ իրական ինքնիշխան քաղաքականությունը քեզ թույլ է տալիս այնտեղ, որտեղ դու ունես ազգային շահերին բախող խնդիր, զսպել այդ խնդիրը ներքին կանոնակարգման։ Այսինքն, Թուրքիայի հետ աշխատանքի մեջ մենք պետք է ուղղակի ուշադիր լինենք, որպեսզի չենթարկվենք իրենց տնտեսական ազդեցությանը 100%-ով, որովհետև այդ դեպքում մեր գյուղացիությունը կտուժի եւ չենթարկվենք մշակութային այն նարատիվների, որը իրենք առաջարկում են Թուրքիայի որոշ շրջանակներ առաջարկում են այս պահին հուսով եմ ժամանակի ընթացքում այդ երկրում էլ տեղի կունենա մեծ փոփոխություններ եւ մեր ազգերի միջև հարաբերությունները կլավանա, որովհետեւ այդ երկրի փոփոխությունների արդյունքում է ինձ թվում է գալու իշխանություն կամ իշխանությունը ինչ որ ձև վերարտադրվելու եւ հասկանալու, որ արևամները պետք է լուծել իրար հետ հարցերը արդարացիորեն։ Մենք համարում ենք, եթե մենք պետք է իրար հետ ապրենք, իսկ մենք այլ ընտրանք չունենք։ Պետք է ունենք լավ հարաբերություն, բայց իմանանք, որ մենք կիսում ենք ընդհանուր ռեգիոն եւ իրար շահերը հաշվի առնենք։ Երկար կարող է ներկայացնել, բայց այսօր տնտեսական օրակարգ չուներ։ Շնորհակալություն։